Սիրելի ընկերներ, ողջույն, հուսով եմ, որ դուք լավ եք։ Այսօր մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու միասին, խոսելու ենք գումարից եւ խոսելու ենք արդյոք արժի ձեր բարեկամին գումար տալ պարտքով, թե չարժի։ Ամեն դեպքում սա շատ նուրբ թեմա է եւ գիտենք, որ գումարը կարող է հանդիսանալ բարեկամների միջև վիճաբանությունների, տարաձայնությունների խնձորը կարող է լինել, այսպես ասենք։ Նման դեպքեր համոզված եմ, որ շատերի հետ է լինում, այսինքն գումարի, պարտքով գումարի ոնց որ տալ, չտալ, նման խոսակցություններ։ Այսօր մի պատմություն եմ պատմելու, ըստ դրա կշարունակենք թեման։ Պատմելու եմ մի ընտանիքի պատմություն, որտեղ երիտասարդ ամուսիններ, ովքեր ամուսնանում են, միասին ապրում են երջանիկ, ամուսինը աշխատում է, ստանում է աշխատավարձ եւ այնպես ստացվում, որ այս մարդիկ չունեն կողմնակի գումար։ Աշխատավարձը ստանում է ամուսինը ու ինչը որ ստանում է ամսից է բավականացնում, ավել ինչ որ գումար չեն ունենում, դա իրենց նեղում է։ Ամուսինը ունենում է նաև երազանք, որ հարստանան, մի փոքր ավելի շատ գումար ունենան ու ունենա բիզնես առանձին, բացի իր աշխատանքը։ Այս նպատակին հասնելու համար բնականաբար իրանց կողմնակի գումար է հարկավոր, որպեսզի բիզնես սկսեն։ Եվ որոշում են ամուսիններով, որ այսուհետ աշխատավարձը, որ ամուսինը ստանում է, մի մասը իրանք կառանձնացնեն, այդ գումարին բացարձակ ձեռ չեն տալու եւ բավարարվելու են այնքանով, ինչքանով որ իրանց կմնա այդ առանձին գումարը առանձնացնելուց հետո։ Եկամտի 20%-ը առանձին հավաքում են իրանք։ Հավաքում են սիրելի ընկերներ, մի քանի տարի հավաքում են, այդ ընթացքում բավականին զուսպ են ապրում, ռեստորաններ չեն գնում, ընթրիկը տանն են պատրաստում, ինչ որ առավել ոչ մի բան չեն անում, հագուստը ոչ թե նորաձևությանն են հետևում, այլ իրենց ըստ անհրաժեշտության։ Այս ամեն դեպքում փորձում են չգերազանցել, լինում են ամիսներ, որ մի փոքր դժվար է լինում, լինում են ամիսներ, որ մի փոքր ավելի հեշտ է լինում, բայց այդ պայմանավորված գումարը աշխատավարձի դնում են մի կողք։ Մի քանի տարի հետո որոշակի գումար է հավաքվում ու ինչպես որ ամուսինը ուզում էր, ըստ ինչի որ ինքը մասնագետ է, այդ ոլորտի մեջ իր գումարը որոշում է արդեն, որ կարա իր բիզնեսը սկսի։ Առևտրի հետ է կապված լինում, որ այդ գումարով պետքա գնա ինչ-որ բան գնի, գա վերավաճառի ու կրկնապատկի իր գումարը։ Ըստ պլանավորության, այս մարդը գնում է, բերում է ու իր մոտ ստացվում է, կրկնապատկում է իր գումարը, մի որոշակի գումար է հավաքվում, շատ երջանիկ ամուսիններով, որ վերջապես իրանց տքնաջան այդ աշխատանքը, այդ սպասումները տվեց իրենց իր պտուղները ու բնականաբար այդ եկամտի վրա ոնց որ ասում են իրանց մեծ լուման են դնում ու շատ են դողում այդ գումարի վրա։ Մի օր իրենց տուն է գալիս ամուսնու քույրը եւ ասում է, որ այդ գումարը, որ աշխատել եք, կարաք տաք պարտքով մեզ, որովհետեւ ամուսինս էլ է ուզում բիզնես սկսի ու մենք էլ հարստանանք։ Այս ամուսինը մի փոքր երկմտում է, որովհետև մի կողմից իր սիրելի քույրը եկել է, խնդրում է, ասում է, այդ գումարը, որ հավաքել ես տուր ինձ, ամուսինս էլ գումար աշխատի, ինքն էլ բիզնես անի, մյուս կողմից էլ հիշում է, դա ինչքան երկար ու ինչքան դժվար իրանց տրվեց։ Տենց մտածմունքների մեջ ինչ անի, տա, չտա, քրոջ ամուսինն էլ չունի ինչ որ փորձ, ինչ որ նոր բիզնես է այդպես պլանավորում որ անի ու չգիտի արդյոք կկարողանա այդ գումարը հետ վերադարձնել, չի կարող հետ վերադարձնել, բիզնեսում փորձ չունի։ Այդպես երկմտանքների մեջ հարցնում է նաև մի մարդու, ով ավելի փորձառու է, ով ավելի տարիքով է այդ մարդը, ասում է, գիտես, քրոջս անհրաժեշտ է այս գումարը, ճիշտն ասած շատ եմ ուզում տամ իմ քույրն է, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ ավելի շատ համոզված եմ, որ իրանք չեն կարող հետ վերադարձնել այդ գումարը։ Այդ տարիքով մարդը ասում է, խորհուրդ է տալիս, ասում է, լսի, ասում է, դու այսպես թե այնպես, եթե այդ գումարը տաս,
ինքը հետ չի վերադարձնելու քեզ, ու դուք միևնույն է այսպես թե այնպես թշնամանալու եք իրար հետ։ Իսկ եթե չտաս, այս պահին կնեղանա, բայց ոնց որ եթե պետքա չհասկանա ու նեղանա, ավելի լավ է հիմա նեղանա, քան որ հետո նեղանա։ Ես քեզ ինչ խորհուրդ կտամ։ Ես քեզ խորհուրդ կտամ նույն կերպ ոնց որ դու ես այդ գումարը հավաքել, խոսիր քրոջդ ու քրոջդ ամուսնու հետ, բացատրիր, որ դա տևեց մոտավորապես ինչքան ժամանակում, նույն չափ ինքն էլ է աշխատում, աշխատավարձ ստանում, ու էլի նույն ձև ծախսում է ամսից ամիս։ Այդ ամսից ամիս ծախսելու փոխարեն նոր զգեստներ, գեղեցիկ զգեստներ, երեկոյներին են մասնակցում, ավելի լավ է այդ գումարը նույն կերպ խնայի ու ինքն էլ կունենա այդ գումարը, որը կդնի իր ուզած բիզնեսի մեջ, հետ այդպես է խորհուրդ տալիս այդ մարդը։ Հիմա դուք ինչ կգրեք, արդյոք դուք այդպես կվարվեիք մեկնաբանություններում, թե ամեն դեպքում դե հիմի գումարը ավելի լավ է տաս հարազատ քրոջդ փորձես երջանկացնել, թե ամեն դեպքում չտաս այդ գումարը, ինչպես կվարվեիք դուք օրինակ։ Եվ նման շատ խորհուրդներ, շատ պատմություններ կան ահա այս գրքում։ Գիրքը կոչվում է The Richest Man in Babylon, Բաբիլոնի ամենահարուստ մարդը։ Թե ինչպիսի խորհուրդներ է տալիս, ու այս գիրքը գրվել է, պատկերացնում եք, շատ տարիներ առաջ։ Գիրքը ինձ թվում է պետք է դառնա հատկապես երիտասարդ ընտանիքների համար, ամուսինների համար, տղամարդկանց համար, երիտասարդ ընտանիքների համար, թե ինչպես հարկավոր է ծախսել իրենց աշխատավարձը, որպեսզի իրենք ունենան այն ապահովության բարձիկը։ Մարդը անպայման պետք է ունենա ապահովության բարձիկ, անկախ նրանից ինքը ինչքան գումար է ստանում, պետքա այն կողքի դրած գումար ունենա։ Գիրքը հիմնականում անընդհատ նույն բանի մասին է խոսում, տարբեր պատմություններով 5 ոսկե կանոնի մասին է խոսում։ Առաջին կանոնը այն մասին է, որ որքան որ գումար ես աշխատում, նշանակություն չունի ինչքան գումար ես ստանում, որովհետև ինչքան որ աշխատես, միևնույն է պահանջներդ շատանալու են, ու միևնույն է, եթե դու չունես այդ գումար հավաքելու սովորույթը, դու ծախսելու ես ամբողջությամբ եւ միևնույն է դու էլի գումար չես ունենալու։ Ինչքան շատանա ամեն տարի կրկնապատկվի քո աշխատավարձը, եթե դու չես հավաքում ինչ-որ գումար կողքի վրա, միևնույն է դա քիչ է երևալու, չի երևալու աչքիդ ու դու անընդհատ ծախսելու ես, վերջում էլի սպասելու ես աշխատավարձիդ։ Դրա համար հարկավոր է պարտադիր։ Գիրքը քանի որ մի բավականին շատ ժամանակ է որ գրվել է, երկար տարիների կյանք ունի, այստեղ խոսվում է աշխատավարձի 10%-ը կողքի դնելու մասին, ըստ երկրների, օրինակ Ամերիկայում գիտեք ավելի շատ խոսվում է, որ աշխատավարձի 30%-ը պարտադիր պետքա դնեք մի կողք, հավաքեք, եվրոպական երկրներում, օրինակ Բելգիայում մի քիչ դժվար է 30%-ը մի կողք դնել, պետքա նկատի ունենաք 20-25%-ը, որպեսզի նորմալ կարողանաք ապրել։ Այնտեղ արդեն տարբեր երկրների գալիս է ապահովագրության համար ինչքան եք վճարում, վտանգվարձ ինչքան եք վճարում, սնունդի գումարն է հաշվարկարվում, մի խոսքով տարբեր երկրներում ու տարբեր ժամանակաշրջաններում բնականաբար նկատի պետքա ունենաք, բայց պարտադիր պետքա այդ առաջին ոսկե կանոնը ձեր աշխատավարձի որոշակի գումարը դնեք մի կողմ եւ հնարավորինս, եթե հնարավոր չի, այսինքն մի 100 հատ շոր գնելու փոխարեն խորհուրդը դա է հիմնականում, որ եթե ռեստորաններում պետքա ուտեք, կարելի է այդ ժամանակահատվածը հատկացնել ինչ-որ տանը ուտել, հեսա կասեմ, թե ինչի է ասում 10%-ը կողքի դնելու, այստեղ ոչ թե այդ 10%-ը անընդհատ հավաքես ու ինքը այդպես փողի տեսքով մնա, այլ ասում է մի ժամանակ դու այդ գումարը պետքա հավաքես ու երկրորդ ոսկե կանոնը այդ գումարը պետքա դնես, որ աշխատի, քեզ գումար պետքա բերի, այսինքն դու աշխատես, այդ գումարն էլ իր հերթին գումար բերի ու կստացվի, որ քո եկամուտը արդեն շատացավ ու դու կարող ես ավելի շատ հաճույքների վրա ծախսել,
բայց քո այդ բարձիկը կա, միշտ ապահովության բարձիկը կա։ Երրորդ ոսկե կանոնն է, դա անշարժ գույք ձեռք բերելն է, այսինքն դու պետք չի, որպեսզի վարձով ապրես, այլ պարտադիր փորձիր այդ գումարը հասցնել այն չափաբաժնի, որ ունենաս անշարժ գույք ու վարձով չապրես, որովհետև երբ որ վարձով ես ապրում, այդ տունը ոնց որ տան համար կրկնակին դու վճարում ես ոչ թե քո համար, այլ ամեն դեպքում այդ տունը անշարժ գույքը կապիտալ է, դա կապիտալ է համարվում, պետքա որպես կապիտալ ներդնես։ Իհարկե էլի տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր երկրներում դա մի փոքր պետքա նայես, թե որ երկրի մասին է խոսում, այսօրվա օրը, որովհետև փոխվում է, բայց ամեն դեպքում երրորդ ոսկե կանոնը դա է, որ ունենաս կապիտալ։ Մյուս ամենակարևորներից չորրորդ կանոնը այդ հավաքածդ գումարը չկորցնելն է։ Այսինքն, եթե ուզում ես բիզնես անես, պետքա ոչ թե բիզնեսի մեջ ինչ-որ որին տեղյակ չես այդ բիզնեսից, պետքա նախ մասնագետը լինես այդ բիզնեսի, մտնես նախ աշխատես, եթե ուզում ես, չգիտեմ, ինչ-որ մի բիզնեսով զբաղվես, առևտուր անես, խանութ բացես, նախ պետքա այդ խանութում դու վաճառող աշխատես, հասկանաս ոնց է լինում ամեն ինչ կազմակերպվում, հետո նոր խանութ բացես ու փորձես աշխատես։ Նախ պետքա որպես վաճառող կարողանաս քեզ դրսևորել, հետո նոր խանութը բացես, որ կարողանաս խանութում աշխատես։ Ու այդպես տարբեր ոլորտներում օրինակ կա բերում օրինակ, որ մեկ ուրիշ օրինակով մեկը այդպես հավաքում է իր գումարը երջանիկ եւ տալիս է պատշարին, որպեսզի պատշարը գնա եւ ադամանդ բերի, պատշարը ասում է այդ գումարը հավաքածը տուր ինձ, ես գնում եմ այսինչ երկիրը, դրա փոխարեն ադամանդ կբերեմ, կվաճառենք ադամանդը եւ գումարը կկիսվենք։ Շատ երջանիկ ինքը այդ գումարը տալիս է այդ պատշարին, որ պատշարը գնում է ադամանդ գնելու համար։ Խորհուրդը իրեն տվել էր մի փորձառու մեծահարուստ, ով արդեն տարիների փորձ ուներ։ 1 տարի հետո վերադառնում, ասում է հետևեցիր իմ խորհրդին, հավաքեցիր քո աշխատավարձի այդ 10%-ը, ասում է այո, իհարկե հավաքեցի, ինչպես որ ասեցիր, հաջորդ օրվանից սկսած իմ ամեն անգամ ինչքան ես վարձատրվել եմ, 10%-ը մի կողմ եմ դրել, բավականին մեծ գումար է հավաքվել, հիմա էլ գումարը տվել եմ պատշարին, որ ադամանդ բերի կողքի քաղաքից, վաճառենք, գումարը կիսվենք, ասում է լավ ես արել, որ գումարը այդպես հավաքել ես, ասում է, բայց այդ գումարից կարող ես արդեն իսկ հրաժարվել, ասում է ինչի, ասում է, որովհետև պատշարը ադամանդի մասնագետ չի, ինքը չի կարող քեզ համար լավ ադամանդներ բերել։ Ու այդպես էլ ստացվում է, պատշարը վերադառնում է ու պարզվում է, որ պատշարին վաճառել են, խաբել են ու վաճառել են սովորական ապակու կտորներ եւ ոչինչ չարժեն այդ ապակու կտորները, ստացվում է այնպես, որ այդ մարդը իր գումարը, հավաքած գումարը կորցնում է։ Իհարկե նորից սկսում է հավաքել ու այս անգամ արդեն գումարը տալիս է բիզնես սկսում այն մարդու հետ, ով այդ ոլորտի մասնագետ է, ու ինչպես նաև պետք է հաստատ համոզված լինես, որ գումարը տալիս ես, այդ մարդուն էլ պարտքի տակ չես գցում, ինչպես ասում են, համոզված ես, որ ինքը կկարողանա այդ բիզնեսը կառավարել ու միասին կարող եք գումար ստանալ։ Դա այս թվին մի քիչ դժվար բան է էլի, բայց ամեն դեպքում խորհուրդը դա է։ Իսկ 5-րդ ոսկե կանոնն էլ նա է, որ գումարը հարկավոր է ձեռքիցդ կփախնի, այսպես ասած, եթե դու հանդիպես խաբեբաներին եւ խաբվես, եւ կամ հաջորդ տարբերակը, երբ որ էլի նմանատիպ է, ինչպես որ 4-րդ կանոնը, եթե դու գումարներ ես դնում, ինչ-որ երազկոտ, ինչ-որ բիզնեսի մեջ, որի մասին երազում ես, պատկերացում չունես այդքան էլ շատ ու մտածում ես, որ դրանից գումար կլինի, ներես դնում, բնականաբար այդ գումարից պետք է հրաժարվես։ Մի խոսքով 5 ոսկե կանոնները սրանք էին ամենակարևորը, որը անընդհատ տարբեր պատմությունների նման կրկնվում ու կրկնվում է։ Գիրքը շատ հավանեցի, կարծում եմ, շատերի համար սա հետաքրքիր գիրք է, մտածելակերպը փոխելու համար։ Ինձ թվում է մենք հայերս մի փոքր գումար հավաքելուն շատ ավելի
մատերի արանքով ենք նայում։ Ինձ թվում է դա եղավ այն ժամանակահատվածից, երբ որ սովետական ժամանակում մարդիկ բանկում ունեին իրենց գումարները ու կորցրին իրենց գումարները, չգիտեմ ինչքանով է փոխվել հիմա, բայց ինձ թվում է մարդիկ էլ չեն հավաքում, ու ավելի շատ ապրում են այնքան ինչքան աշխատում են, այդքանով հիմնականում ծախսում են գումար, քչերն են հավաքում։ Ինձ այդպես է թվում, ամեն դեպքում գուցե սխալվում եմ, եթե սխալվում եմ, կարող եք գրել։ Գիրքը ինքը, այսպես ասեմ, լավ գիրք է, սակայն շատ սխալներ կան։ Ես չգիտեմ ինչի հետ է կապված այս գրքի սխալները, այսա գրած է, որ Arushi Book Enterprises թե վաճառողն են իրանք, թե ուղղակի այստեղ են տպել ու սխալներով են տպել, թե այսպես սխալներով է գրված եղել, բայց ամեն դեպքում մի քիչ աչքերդ ցավացնում է, շատ բառեր սխալ է գրած, որ նայում ես սխալ է, չխենանում ես այդ առումով։ Հեղինակը շատ հայտնի հեղինակ է, Քլասոնն է, Ջորջ Քլասոնը, ով ծնվել է Միացյալ Նահանգներում, ֆինանսիստ է եղել եւ այս մարդը հիմնել է Atlas-ը, ավտոմեքենայի ճանապարհային Atlas-ը Ամերիկայից Կանադա, բավականին հայտնի բիզնեսմեն է եղել եւ այս գիրքը իր ոնց որ տպագրություններից է եղել, մի խոսքով այսպես։ Եվ այս գրքում մի հետաքրքիր նկատառում էլ կար, որ ես նախկինում այդպես չէի, այդ կողմով չէի նայում, այդպես չէի նայում, մի հետաքրքիր պատմություն, մեկ այլ պատմություն, մի մարդ, ով էլի ապրում է աշխատավարձից աշխատավարձ, եւ ինքը շատ լավ բարի ունեցող մարդ է, ամուսնացած է, ունի ընտանիք, երեխաներ եւ կին, սիրում են ինչ-որ բաներ գնում են իրենց համար, էլի աշխատավարձից աշխատավարձ, ու երբեմն ստացվում է այնպես, որ իրենց գնումները մի փոքր շատ են լինում եւ բյուջեից մի փոքր ավել է լինում։ Ընթացք ստացվում է այնպես, որ այս մարդը անընդհատ վերցնում է մի փոքր ավել, որովհետեւ մեկ անգամ վերցնում է, հետո երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, ու ստացվում է այնպես, որ իր ծախսերը, իր եկամուտը ինչքան որ ինքը ստանում է, ավելի շատ են ծախսերը, քան իր ստացած եկամուտը։ Ստացվում է այնպես, որ վերջում իր գլխին, այսպես ասած, պարտքեր են հավաքվում, պարտքեր են կուտակվում, որի արդյունքում նաև ընտանիքի մեջ խոսակցություններ են ընկնում, կինը վերադառնում է տուն, ինքը լքում է երկիրը, գնում է մեկ այլ երկիր աշխատելու եւ այլն եւ այլն։ Հետաքրքիրը ինչն էր ինձ համար, որ չես մտածում, որ այո, հենց այդպես էլ կա, երբ որ ինչ որտեղ գայթակղիչ է, չէ, ինչ էր, կողքի խանութի աշխատակիցը ասում է դե վերցրու, հետո կտաս գումարը, ինքն էլ իր համար լավությունը անում է, պես չի որ վատ մտադրությունով է տալիս, գիտի որ այս մարդը աշխատում է կվերադարձնի, բայց ամեն դեպքում այդ մարդը այդ հետագայում չի կարողանում վերադարձնել, որովհետև այդպես շատերը արդեն սկսում են տալ, որովհետև ինքը բարի անուն ունի ու վերադարձնում անընդհատ, բայց ստացվում է, որ ինքը պարտքերի տակ ընկավ։ Հետաքրքիր էր դա եւս այդ առումով էլ ու նաեւ այն մարդը ասում է, ով ապրում է այդպես ամսվա կտրվածքով ու չի կարողանում իր ծախսերը կարգավորել, ինչ որ գումար այդ անվտանգության բարձիկը իր համար ունենալ, ստեղծել, մի փոքր այդ մարդը ինչքան էլ որ ուզենա, բայց ամեն դեպքում իրան էլ դժվար է, իրան ավելի շատ ոնց որ դժվարության մեջ եք դնում, երբ որ գումար եք տալիս, քան որ օրինակ ասեք, չի դա լավ, չունես մյուս ամիս ինչ որ մի բան քիչ ինչ որ մի բան չես առնի այդ քո գնումներից, կգաս այս մյուս բանը կգնես, այդպես ավելի լավ կլինի, քան իրեն պարտքով տակ, ու հետո համ դուք վատ դրության մեջ ընկնեք, համ այդ մարդն էլ բարձրեն ստացվում է, որ վատ դրության մեջ կընկնի, չի կարող վերադարձնել։ Հետաքրքիր էր։
ասում եմ, շատ հետաքրքիր պատմություններ կան, որ ընթացք չես մտածում այդ ուղղությամբ, բայց սենց հետաքրքիր լույս է բացվում քո մոտ էլ։ Մեզ մոտ լույսերը գնաց եկավ։ Դե գիրքը հետաքրքիր է գրված, ասվում է նաև, որ Բաբիլոնի ժողովուրդը շատ հարուստ է եղել, իսկ ինչպես է եղել, որ իրենք հարուստ են եղել։ Բաբիլոնում մի շատ մեծահարուստ, ով իսկապես շատ հարուստ է եղել, մյուսները էլի այդպես քիչ-միչ աշխատել են, ծայրից ծայր հասցնելով, աշխատել են կնոջ համար զարդեր են գնել, գեղեցիկ հագուստներ են գնել, այսպես սա մեկնաբանվում, եւ այդ հարուստին են հարցնում, թե ինչպես է ինքը արել, էլի նույն օրինակներն է բերում, որ ի սկզբանե ինքն էլ ապրում էր նույն կերպ, աշխատում էր եւ իր աշխատավարձը միանգամից ստանում էր, տեսնում էր կողքը վաճառում են գեղեցիկ հագուստներ կնոջ համար, ընտանիքի համար, տան համար այսինչ բաները միանգամից ինքն էլ ամեն ինչ գնում էր, հետո իրեն հանդիպած մեկ այլ մեծահարուստ, ով իրեն խորհուրդ է տալիս, որ պետքա դու էլ քեզ վարձատրես քո աշխատանքի համար, այսինքն այդ որ դու գնում ես այդ գումարը աշխատեցիր, վերցրիր, գումարը ստացար, տանում ես, այսինչ բանի համար ես վճարում, այնինչ բանի համար ես վճարում եւ այլն, դու այդ գումարի 10%-ը վճարիր ինքդ քեզ քո աշխատանքի դիմաց, այդպես մտածիր ինքդ ու կողքի դիր մի ծախսիր։ Ինքն էլ այդպես հավաքում է ու նույնն է թեմա, ես անդադ չկրկնվեմ, անդադ նույն բանն է ասում։ Հետո Բաբիլոնի թագավորը էլի նույն կերպ ասում է, տեսնում է, որ ժողովուրդը աղքատ են ապրում, ինչն է պատճառը, ուզում է, որ մարդիկ իր ժողովուրդը հարուստ ապրեն, հրավիրում է այդ ամենահարուստին, ասում է, խնդրում եմ, ասում է, դու էլ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բացատրի, թե ոնց ես դու անում, որ հարստացել ես, որ իրանք էլ բոլորը հարուստ ապրեն, ու այս հարուստ մարդը ասում է, շատ լավ, վաղվանից կսկսեմ դասեր, 100 հոգու հետ ես կպարապեմ, այսպես ասած կբացատրեմ, թե ինչ պետք է արվի, ոնց եմ արել ես իմ օրինակով կասեմ, իսկ իրենք էլ իրենց հերթին թող գնան կիսվեն իրենց ծանոթ բարեկամ ընկերների հետ, այսպիսով կհարստանանք։ Ու թեման ամբողջությամբ նույնն է, տարբեր օրինակներով, տարբեր իրադարձություններով, որ աշխատավարձի 10%-ը դնում ես մի կողմ, չես ծախսում, փողը հարկավոր է աշխատացնել, որպեսզի քեզ եկամուտ բերի, պասիվ եկամուտ ստանաս, քո աշխատավարձի հետ մեկտեղ այդ ընթացքում արդեն դու կարողանաս ոնց որ շնչես, կյանքից վայելես, միշտ չի էլի, որ այդ 10%-ը դնես, այդ ուղղակի ժամանակավոր է հասկանաս ու հետո դու սկսես այդ գումարը աշխատացնել ու դու սկսես հաճույք ստանալ քո գումարից, այդ գումարը էլի կմեծանա, ինքը ավելի շատ կբերի, վերջում չես հասցնի այդ գումարը ծախսել։ Երրորդ ոսկե կանոնը անշարժ գույք ներդրնելու համար է, որպեսզի ունենաս քո անշարժ գույքը ու վարձ չտաս։ Չորրորդը, ինչպես ասեցի, ճիշտ մարդուց խորհուրդ հարցնես ու գումարդ չտաս մի մարդու, ով ուղղակի ոչ թե ուզենալով վատություն անել, այլ ինքն էլ չհասկանալով, թե ինչի մեջ է ներդնում, ինքն էլ պարտքի տակ ընկնի, ավելի պարտքի տակ ընկնի, եւ հինգերորդը չխաբվես, խաբեբաներին չհանդիպես եւ էլի խելացիորեն քո բիզնեսը դնես, ինչ որ երազկոտ բիզնեսների մեջ չդնես։ Այս 5 օրենքն է անընդհատ ասում։ Հետաքրքիր էր, խորհուրդ կտամ կարդալ, եթե կհանդիպի մեկ ուրիշ տպագրություն, կոնկրետ այս տպագրությունը եկեք ձեզ ցույց տամ, որ եթե հանդիպի չվերցնեք, զուտ սխալները շատ էր գրած, աչքերս ցավում էր։ Սրա ինձ թվում է ռուսերեն տարբերակն էլ կլինի։ Հայկական հրատարակչությունները հիանալի են։ Հիմա թարգմանում են նաև թե անգլիական գրականությունը, թե ռուսական գրականությունն էլ, դրա համար համոզված եմ, եթե փնտրեք, հնարավոր է նաև հայկական տարբերակը գտնեք, կարդացեք, եթե մեզ դիտում են երիտասարդները, դուք էլ դիտեք, կարդացեք եւ ամեն դեպքում, այն որ ասում եմ, ձեր գումարի ղադրը իմացեք, եթե ամուսինը մի քիչ շատ է ծախսում, հարկավոր է իրեն էլ հրամցնել այս գիրքը եւ բացատրել, որ գումարը սիրում է գումար բերել, որ գումարը սիրում է այն մարդկանց, ովքեր սիրում են գումարը, գումարը ձգողականություն ունի։
Այսքան ընկերներ ջան, այս պահի դրությամբ սիրում եմ ձեզ շատ, հուսով եմ ձեզ շատ չձանձրացրի իմ այս գրքով ու իմ պատմություններով, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, ես պետքա վազեմ Ալեքսիս հետևից, bye